Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկուսակցական քարոզարշավը սկանդալային է անցել։ Փաշինյանի ու Արցախյան պատերազմում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր Արմինե Մոսինյանի մետրոյում զրույցը վեճի էր վերածվել, որի ընթացքում Փաշինյանը մատ թափ տալով ասել էր. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Փաշինյանն այնուհետև ներողություն էր խնդրել Արցախից տեղահանված կնոջից։ Փաշինյանը Արմինե Մոսինյանին ու իր որդուն հրավիրում է կառավարություն ուղիղ եթերում նրանից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Նախորդի սկանդալին հաջորդած առավոտյան Փաշինյանը կրկին շարունակում է ուժեղ տղերքի վերաբերյալ նետվող իր մարտահրավերները։ Փաստաբան Հարություն Հարությունյանը դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել. Հրաժարականի սկիզբն ըստ նրա պայքարի եւ անկախ դատական համակարգի կերտումն է։ Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Թբիլիսիում հրաժեշտ են տվել համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին։ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորման արարողությանը։ Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հատցրել Թեհրանին։ Այդ հարվածներն ուղղվել են նաև Իրանի էներգետիկ համակարգին։ Այս գիշեր ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել Լենինգրադի մարզում։ Հարձակումների մեկի հետևանքով վնասվել է վառելիքի տարողություն նավահանգստում։ Երեկ ուշ երեկոյան ցուցարարները Ալբանիայի վարչապետի նստավայրի վրա նետել են ճայթուկներ եւ դյուրավառ նյութեր։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել։ Ցուցարարները հարձակվել են Տիրանայի քաղաքապետարանի շենքի եւ մի քանի նախարարությունների վրա։ Անդիմությունը պնդում է, որ երկրում հաստատվել է դիկտատուրա եւ նարկոպետություն։